Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը դեմ եմ նախաձեռնության ակտիվիստների համար տրամաբանական էր, բայց անսպասելի։ Նախաձեռնության ներկայացուցիչները մեծ զրույցներում չէին ցանկանում դա կապել միայն իրենց պայքարի հետ կամ համարել իրենց հաղթանակը, ընդգծելով, որ դեմ էմի պայքարը երբեք անձերի դեմ չի եղել։ Պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ է եւ պետք է շարունակվի։ Այո, նորմալ երկրներում իսկ նվազագույնն է, որ լինում է նման տիպ դեպքերում կառավարության հրաժարականը, բայց մեր տիպի երկրներում մի քիչ դա անսպասելի էր եւ ինձ համար էր անսպասելի։ Շատ չեմ ուզենա կապել դա մեզ հետ։ Գուցեև ենթադրում եմ, գուցեև մեր գործունեությունն էլ կամ այո ազդեցություն կարող է ունենալ, որովհետեւ մեղմ ասած նորմալ չէ, երբ կառավարության սոցիալական քաղաքականության մի ամբողջ հիմք այնպիսի հոդվածներ, որոնք անկյունակարային հոդվածներ են, հակասահմանադրական են ճանաչում երկրի բարձր դատանի կողմից։ Փաստորեն կարելի է արձանագրել, որ այդ կառավարության սոցիալական քաղաքականությունը այլևս տապալված էր։ Հարցին թե հնարավոր է իշխանությունն այս քայլով փորձեց խուսափել հետագա լարվածությունից ու բողոքի գործողություններից, նախաձեռնության մեկ այլ անդամ Մանեթ Անդիլյանը այսպես պատասխանեց. Գիտեք, եթե այդպես է, ես դրական եմ դա գնահատում եւ նաեւ ազդակ եմ դա տեսնում հետագա կառավարությունների եւ իշխանությունների համար, այլևս նման բան չփորձել անել ժողովրդի հետ եւ այլևս նման ձևով չվարվել իրավապահանջ քաղաքացիների հետ։ Դեմեմի ներկայացուցիչները բացառում են իրենց շարժման օրակարգի փոփոխությունը, հայտարարելով, որ ով էլ լինի վարչապետի պաշտոնում, շարունակելու են բողոքի ակցիաներն ու ցույցերը, մինչև իշխանությունները չհրաժարվեն պարտադիր բաղադրիչից։ Դավիթ Մանուկյանը հիշեցնում է, որ պարտադիր բաղադրիչի ջատագովը ոչ միայն Տիգրան Սարգսյանն է, այլ ողջ քաղաքական իշխանությունն ու իշխող կոալիցիան։ Վարչապետի հրաժարականից հետո էլ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ իր բնորոշմամբ անհամաչափ ու ապակողմնորոշող հայտարարությունները շարունակվում են։ Չեմ էլ գտնում ինչ-որ դա մեր հարցի համար ինչ-որ լուծման տարբերակ է կառավարության փոփոխությունը, որովհետև այստեղ անձերի խնդիր չէ, բացարձակապես էական չէ այս անձը կլինի վարչապետ, թե մյուսը կամ այս անձը կլինի նախարար, թե մյուսը։ Պորտֆելները նորից նույն ուժն է կիսելու իր մեջ եւ այս դեպքում եթե ուժը կուսակցությունները պաշտպանում են այդ օրենքը, ինչ տարբերություն որ անձն է գալու։ Բողոքի ակցիաները շարունակեք։ Բնականաբար, որովհետև այսօրից կարծեն անհամաչափ են եւ ապակողմնորոշող կառավարության կողմից հնչող մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի եւ հանրության շահերը պիտի պաշտպանվեն։ Կուտակային կենսաթոշակային օրենքի վիճելի դրույթները հակասահմանադրական ճանաչելու Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից ի վեր բարձրաստիճան պաշտոնյաները հերթով հայտարարում են, որ չնայած որոշմանը օրենքը պետք է պարտադիր կիրառվի մինչև սեպտեմբերի 30-ը, քանի որ այդ օրն է սահմանվել օրենքը ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետը։ Չնայած հասարակության շրջանում առաջացրած բողոքին, նույնը երեկոյան հանրային հեռուստատեսության եթերով հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը. Օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ։ Եթե օրենքը շարունակում է գործել, օրենքով նախատեսված պարտավորությունները պետք է իրացվեն։ Սահմանադրական դատարանում հայցվոր կողմի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը այսպես հակադարձեց Գագիկ Հարությունյանի պնդումներին. ոչ ոք իրավունք չունի Սահմանադրական դատարանի որոշումները մեկնաբանել, այդ թվում Սահմանադրական դատարանի նախագահը։ Սահմանադրությունը թույլ չի տալիս որևէ մեկին պարզաբանել։ Հստակ է 6-րդ կետը որոշման արդեն իսկ ասում է առանց անձի կամքի արտահայտման որևէ գործողություն չպետք է կատարվի։ Իսկ այդ 6-րդ կետը ուժի մեջ է մտել հենց հրապարակման պահից։ Այսօր պետք է առավոտյան արտահերթ նիստ լիներ ազգային ժողովում։ Այսօր եւ այդ պետք է իրենք քննարկեին այդ ասված հոդվածների ուժը կորցած ճանաչելը եւ իհարկե ճշում գործադրեին կառավարության վրա, որ այդ տեխնիկական մասերը անվավեր ճանաչի, ապա ակտիվացնի։ Ուղղակի ես զարմանում եմ այս դանդաղպոտությունը ուր է տանում, ինչի համար։ Դեմ եմ շարժման ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանի համոզմամբ հակասահմանադրական նորմերը գործողության մեջ թողնելու ամեն օրը խայտառակություն է Հայաստանի համար եւ վնասում է մեր երկրի միջազգային հեղինակությանը։